փոքրիկ պատմություն պատմեմ ձեզ։ Վիկտոր Համբարձումյանի կյանքից։ Երբ որ Վիկտոր Համբարձումյանը սովետական միության վերջի տարիներն էր, Գորբաչովի կառավարման ընթացքում մենք բոլորս այդ սիեզները նայում էինք, որովհետև դրանք հեղափոխական բաներ են, հանդիպումներ էին, որտեղ սկսել էին խոսել ճշմարտությունից, բացահայտել հանցագործություններ այն ժամանակ Գդելյան կար հայ, որը բացահայտել էր Միջին Ասիայում ծափելի կոռուպցիաներ, հայտարարակ մասշտաբի թալան, մարդասպանություն, մի խոսքով այդ շրջանն էր ու նաև պերեստրոյկայի պերիոդներ մենք բոլորս զգամված պատկերացնում եք մենք սովետական մարդիկ այն ժամանակ նստում էինք արդեն նայում ենք այդ մենք ինչա կատարվում նոր այն երկրում եւ Վիկտոր Համբարձումյանի խոսքի ժամանակ Գորբաչովը քանի անգամ ընդհատում է չի դիմանում Վիկտոր Համբարձումյանը շուշագալ դուրս ագալի ասում է այս ինչա կատարվում դուք ինձ ընդհատում եք գիտեք թողեք ես խոսամ Գորբաչովն ասում է խոսեք Վիկտոր Համբարձումյանը ասում է այդպես չի ասում այդպես ես միակ մարդն եմ որ ընդհանրապես Բրիտանիայում էնել Նյուտոնի կոնֆերանսում խոսացել է ու այդ բանն է հակել միակը ամբողջ սովետական միությունից որը արժանացել է նախնդե խոսալուն այդ ընթացքում իրան ոչ մեկ չի ընդհատել մեկ երկրորդն ինքը արժանացել է Նյուտոնի այդ բանը շորը հակնելուն զեկուցի համար էլի ասել է գիտեք դու դրա մասին ասել է չէ բնականաբար դուք դրա մասին չգիտեք իսկ դուք գիտեք Նյուտոնի ժամանակ ով է եղել Բրիտանիայի նախագահը կամ չգիտեմ թագավորը ասել է չէ չեմ հիշում հասկացաք Նյուտոնին հիշում եմ բայց ոչ մեկ չի հիշում Նյուտոնի ժամանակ ով էր այնտեղ ղեկավարը իսկ դուք ինձ ընդհատում եք պարոն սես բան գիտեք ով կարող էր ասել բացառապես մի մարդ, որ ինքն իր արժեքը գիտի։ Բացառապես մի մարդ, որ երբեք պաշտոնին նստած մարդուն չի նայում, ինչ որ մեկի, որը Վելիկի Բոգ, Մագդու, այն հայտնի ֆիլմը հիշում եք, չէ՞, Սինյոր Ռոբինզոն։ Ինքը չի նայ որպես ինչ որ աստված վերևում նստած, ինչպես հիմա Փաշինյան Նիկոլնիկն է ուզում տենց իր մատուցի եւ իր կներեք իր համապատասխան հետևորդներն էլ այտենց իրեն անցալում են։ Ասում են ջան, ասում դու երևի ոչ մեկ չի հիշում Նյուտոնի ժամանակ ով էր ղեկավարը, բայց Նյուտոնին բոլորը հիշում են։ Ու ես միակ մարդն եմ սովետական միությունից, որ արժանացել այդ պատվին գնալ է զեկույց կարտա։ Նա ինչ եմ ուզում ասեմ։ Հարգելի ընկերներս, եթե մենք մեր արժանինքների դիրքից պատրաստ չենք Հիշում եք երեք ես ցույց էի տալի պրոֆեսոր Պրաբեժենսկու օրինակով Շարիկովին ոնց էր ասում ձենդ կտի նստի տեղը միակ բանը որ դու իրավունք ունես անելու դա լռես ու լսես եթե մենք մեր արժանինքների դիրքից դա կլինի Շարիկով դա կլինի Գորբաչով դա կլինի Փաշինյան Նիկոլ կամ դրա Աստվածչանի աջակից եթե մենք այդ դիրքից պատրաստ չենք դրանց լռեցնել իրանց տեղը ցույց տալ, ապա մի սպասեք, որ իրանք այդքան բարեկիրթ են լինելու, որ լուր լսեն դուք ինչ եք խոսում։ Իրենց տրված չի այդ բարեկրթությունը։ Ինչպես նույնիսկ Գորբաչովին տրված չէ, որը պատահական մարդ չէր, ի տարբերություն մնացածին նա իմջալոց բավականին զարգացած մարդ էր։ Նա այդ կարգի ցինիկ պարտադիր չէր լինել, բայց քանի որ արդեն հասել է գեներալի սեկրետարի գլխավոր քարտուղարի, ասենց ասեմ, ամբողջ սովետական միության, ասենց պաշտոնի եւ ինքը մտածում էր ինքը ամենակարևոր մարդն է, նույնիսկ ինքը կորցրել էր իր, ինչպես Արամ Ղարաբեկյանը կասեր, իր կենտրոնն էր կորցրել, ինքն իր բանն էր, չափն էր կորցրել։ Այո, լինում է այտենց, երբ որ մարդուն նշանակում են պաշտոնի եւ ինքը իր չափն է կորցնում, տեղն է կորցնում։ Եթե մենք բոլորս պատրաստ չենք դրանց, ասելու ընկեր ջան, մի վարքան է։ Մի վարքան։ Հիմա լսի ինչ եմ ասում։ Եթե մենք պատրաստ չենք, իրեն մեզ չեն թողելու խոսան։
իրանք լրացնելու, խլացնելու են մեզ, ինչպես հիմա են խլացնում, իրանք ավիրելու են մեզ, իրանք զրկելու են մեզ մեզանից, որովհետև մեր ներկայությամբ իրանք իրանք զգում են վերջի ոչնչությունը, հասկանում եք, չէ, ամենաշատ իրանք նեղվում են քիրթ մարդկանցից, ուստեղ արդեն կոնֆլիկտը անխուսափելի է, որովհետև կոնֆլիկտից խուսափելու պարագայում ոչնչանում ենք մենք, ես հակված չեմ իրանց թողել խոսել, ես պետք է ասեմ միակ բանը, որ դու հիմա իրավունք ունես անելու, լռել, լսելն է, ինչպես Վիկտոր Համբարձումյանն ասում, լռել ու լսել, հաջորդ բանը, որ ուզում եմ Վիկտոր Համբարձումյանից ձեզ ցիտել, Սարոյանի հետ հանդիպման ժամանակ ասում է գիտի, որ քանի ապրում եմ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է եւ կմնա հայոց լեզվի տիրապետելը։ Դուք չեք պատկերացնում ինքը ինչ դիֆերամներ էր գրում, նվիրում հայոց լեզվին, որ ինչքան կարևոր է հայ մարդու համար տիրապետել այդ հայոց լեզվին, մաքուր լեզվին, մաքուր գրել, ինքը իդեալական էր գրում։ Երեք եթերներից մեկի ժամանակ ինձ ասացին, որ չեմ ուզում երկրի անունը տամ, բայց X երկրներում կան մարդիկ, որոնք հայկական խմբեր կան, WhatsApp-ի խմբեր, Facebook-յան խմբեր, որտեղ գրվում ու խոսում են տեղի լեզվով։ Ու երբ որ իրան ասել են, կարծեմ Ուկրաինայի մասին է խոսքը, ինչ որ է, ինչու հայերեն չեք խոսում։ Ընդհանրապես 10-15 տարվա, 20 տարվա գնացածներ, նոր սերունդը։ Դե մեզ սենց է հարմար, դե մեր երեխեքը արդեն հայերեն չեն խոսում, բան։ Ես մտածեցի, որ ինչքան դժբախտ են իրանք, որ չեն հասկանում, ինչ լեզվի են իրանք տիրապետում։ Եվ ընկերոջը, որպեսզի չչարանա այդ մարդկանց համար, ասեցի, գիտես, երևի իրանք էլ մեղավոր չեն, որտեղ մեր կրթական համակարգը իրանց չի սովորացրել սիրել իրանց լեզուն, իրանց չի սովորացրել գրաբար, որտեղ գրաբարին տիրապետելու պարագայում մարդը կշշմեր իր խոսքի խորությունից, իր խոսքի հանգավորված իմաստից, ինքը կհասկանար, թե ինչքան իմաստավորված է իր խոսքը, ինչպես չինարենը իմիջելուց։ Չինարենը սոսկալի լեզու է այդ առումով, իր ամեն մի հիերոգլիֆ, ամեն մի բառ, դա ասոցիացիա է ինչ-որ մի փիլիսոփայական երկրային, չգիտեմ, վերմարտկային կերպարի կամ երևույթի հետ։ Ամեն մի բառ ասոցիացիա է, կամ տիեզերքի, կամ մարմնի, կամ էներգիայի, կամ չգիտեմ, հավերժության, ամեն մի բառ, ամեն մի հիերոգլիֆ, ասենք որ խոսում են, դա նաև եւ գիտություն է, եւ բժշկություն, եւ փիլիսոփայություն, բառերը այդպեսին է իրանց մոտ։ Նույնը Հայաստանում է, հայերենն է։ Ինչքան դժբախտ են ուղղակի այդ մարդիկ, որ իրանք չգիտեն ինչին են իրանք տիրապետում, որ նույնիսկ Վիկտոր Համբարձումյանն է ասում, որ իր կյանքի ամենամեծ երջանկությունն է հայերեն տիրապետելը։ Պատկերացրեք մարդ, որ աշխարհի թիվ 1 գիտնականներից է, աշխարհի թիվ 1 երևույթներից է, որ բոլոր երկրներում են իրան ընդունել։ Այսինքն այնքան կոչումներ եւ պաշտոններ, որ Վիկտոր Համբարձումյանն ունի, ես կարող չհասցնեմ մեկ հաղորդման ժամանակ նշել, որովհետեւ դա չի էական, ինքը Վիկտոր Համբարձումյանն է։ Եվ նրա համար ամենամեծ արժեքը, ամենամեծ երջանկությունը հայերեն խոսալն է եղել։ Իսկ մեր ընկերների մեջ մարդիկ կան այնքան հեշտ են հրաժարվում հայերեն գրելուց եւ խոսալուց։ Դա ունի մենակ մի բացատրություն։ Նրանք չեն հասկանում իրանց գրպանում ինչ ունեն, իրանց հոգում, իրանց մտքի մեջ ինչ ունեն, իրանց թիկունքում ինչ ունեն, չգիտեն։ Դե չգիտեն էլ։ Ես հրա մեջ մեծ ողբերգություն եմ տեսնում կրթական մշակութային համակարգի, ես դա պետության բանն եմ տեսնում, ձախողումն եմ տեսնում։ Այդ մարդիկ, որտեղ որ իրենք մեծացել են, նշանակում է դա չի եղել պետություն, դա ձախողված պետություն է, որ տվել ատենցերում էր։ Դա համար այն կրթական հայեցակարգը, որ ես հիմա աշխատում եմ, արդեն վերջացել է։
դե կա ամենայն մանրամասնորեն ամեն ինչ գրած, ընդ որում գրաբարի ուսուցումը պարտադիր է։ Ապագա Հայաստանում իմ պատկերացված գրաբարի ուսուցումը եւ դասական ուղղագրությունը զուգահեռ այսօրվա մեր ուղղագրության հետ գոնե առայժմ զուգահեռ դա պարտադիր է, որովհետեւ մենք սովետահայերս հեռացել ենք մեզանից։ Հիմա որ շատ լավ պահպանել են ինչ-որտեղ արևմտահայերը, նրանք որոնք ապրել են Սիրիայում, Լիբանանում, Պարսկաստանում, որոնք չեն անցել սովետական մամլիչի տակով։ Մի խոսքով։ Ստեղ Արմինե Արաքելյանը գրում է. այս վախկոտ սրիկաները նույնիսկ իրենց պրոֆիլի նկարներն են թաքցնում, հավանաբար իրենք էլ են գիտակցում իրենց տականք լինելը, որովհետև նույնիսկ այս տողի տակ, այս հայոյանքները, հասկանում եք ինչքան տականք կա, որ այս բառերի համար Վիլյամ Սարոյանին ուղված խոսքերն ինչքան հայատյացա աճել, որտեղից են սրանք առաջացել, սրանք կարող են մի պարագայում առաջանալ, նշանակում է երկար ժամանակ Հայաստանի փողոցներից աղբը չի մաքրվել, մնացել է, նեխել է եւ արդյունքում առաջացել են դրանք։ Ուրիշ ոչ մի բացատրություն ես չունեմ։ Վերադառնանք ինքներս մեզ, ինքնաճանաչվենք, ինքնաճանաչված մարդը ինքը անհաղթահարելի խոչընդոտ է թշնամիների համար։ Ինքնություն կորցրած մարդը տալպա, ամբոխ, որը հեշտությամբ դառնում է պարարտանյութ այլ ժողովուրդների համար։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։